Ձեր կարծիքով Ալեն Սիմոնյանի որ հատկանիշի համար կարելի է նախանձել նրան։ Ոչ մի։ Չեմ հավանում այդ տղային, այդքան բան։ Իրանից շատ մեծ կարծիք ունի իր մասին։ Այդքան բան։ Ինձ էլ շատ է։ Չեմ ճանաչում ես։ Ազգային ժողովի նախագահ Դրսից եմ։ Երևի ժպիտի, լավ ժպիտ ունի։ Ատեշի։ Ես եմ կարծում, այդ այն պատասխանը։ Չեմ կարող ասել։ Չունի նախանձելի հատկանիշներ։ Երևի կունենա, տնդ չեմ հետևում շատ, բայց դե կարելի է էլի որ վստահել իրան ինչ-որ միտեղ խոսքերը, եթե խոսքերը բռնում է իր ասածի հետ, արածի հետ, երևի թե կարելի է մի փոքր վստահել։ Համբերատար նորմալ մարդկանց պատասխանելը, իրան տիրապետել ամեն պարագայում։ Ում Սիմոնյան։ Ալեն Սիմոնյանին։ Ես ինչ իմանամ։ Չունի նախանձելի հատկանիշներ։ Այդ ինչ անշանում են նախանձելի հատկանիշ։ Որ կարելի է ներել իրան դրա համար։ Որ կարելի է նախանձել ասել, այ Ալեն Սիմոնյանի պես։ Ես չեմ շփվել իր առնչություն չեմ ունեցել։ Ուղղակի ես շատ եմ հարգել նախկին քաղաքապետ, մի որ պրեզիդենտ է, Վահագն Խաչատրյանին, արտակարգ ազնիվ մարդ է եղել։ Ես ափսոսում եմ, որ նրան շուտվանից չեն բերում, էլի, որ վերջապես այս պրեզիդենտ է, նա հոյակապ քաղաքապետ է եղել, իսկ իր հետ չեմ առնչվել։ Իսկ որպես նախագահ։ Նախագահ չէ, որ պետք է։ Իր տեղը քաղաքապետարանը։ Հոյակապ իրոք անշահախնդիր մարդ է, շշմելու։ Ես ափսոսում եմ, որ ինքը քաղաքապետ չի, թե չմնացած չեմ անում։ Ով է դա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ես Հայաստան չեմ ապրում, չեմ կարող բան մասել իր մասին խոսել։ Ոչ մի։ Մտածում եմ, դե մարդ չկա ընդ։ Թրքա հպատակ մարդիկ են իրանք, այսքանը։ Այ չգիտեմ։ Չեմ ճանաչում Ալեն Սիմոնյան։ Ազգային ժողովի նախագահ ինչ գիտեք։ Ով է Ալեն Սիմոնյան։ Ազգային ժողովի նախագահ։ Ոչ չեմ ճանաչում Ալեն Սիմոնյանին, լավ տղա է, ուրիշ ոչինչ չեմ ասում։ Ոչ մի։ Ես ես վերջերս էլ գրեցի, որ ինքը դատարկ, ինքը շատ զզվելի դատարկ անձնավորություն է, պատահական հայտնված այդ աթոռին, հա, այն եվրոտիկիններին էլ ծաղիկ մատուցողի դերն էր խաղում էլի, այսպես իր ժամանակակից կոստյումով, թռվռալով, այդպես մատուցում էր էլի, երևի իր ամենակարևոր գործը դա էր, դատարկություն, դե քիչ մնաց, կպրծնենք էլի այդ անգրագետներից մի օր, ահավոր բան է, սարսափելի է, ինչ անենք, էսա, բայց ժողովուրդը չգիտեմ, մոթի մեջ երևի ինչ են անում, որը ժողովուրդը սենց շշմած բան է գալի անտարբեր, մի բան անում են, գիտեք, ես բոլորը բողոքում են, վատ են զգում, հավես չունեն, վատ են զգում, թույլ են, ոչ մի բանի նկատմամբ հետաքրքրություն չունեն, ուրեմն ինչ-որ մի բան անում են, այս վերջի են ասում է դագաղի մեխն էլ խփեն, ու ամեն մեկը իր տեղը ունի գնալու։ Իրանց համար լավ վայելեցին, թոշակառուի հարկերով ամեն ինչի վայելեցին կյանքը, ամեն ինչ ստացել են, ամեն ինչ։ Հիմի մնում է այդ էլ անեն, ինչ է լինելու այդ մեխը, որ խփելու են այդ դագաղը, էլի բռնաճնշումով, չգիտեմ ինչերով են, թաղապետարանից եմ գալիս, քառակուսի մետրով բնակարանի աղբահանություն են գրել, դա ստացվում է ոչ թե աղբահանություն, այլ գույքահարկի երկրորդ տեսակ, կարելի է այսպես ասել, եթե դու քառակուսի մետրով ես հաշում աղբահանությունը, ուրեմն դա գույքահարկի երկրորդ տեսակ է, փող պոկելու մի ուրիշ ձև։ Իմ պատերը հավ են ուտում, ոսկորներ են թողնում կամ նարինջ, աղբ են իրանք առաջացնում։ Ես եմ, չէ, մենակ առաջացնում եմ, ինչի պիտի ես այդ 3 սենյականոց բնակարանի, որտեղ մեծ է մակերեսը, քառակուսի մետրով ես վճարեմ այդքան բարձր արժեք, ասեք, աղբահանության, նոր այնտեղից եմ գալի, ընդ որում մակերեսներն էլ սխալ գրած,
մի սենյակը առանձին, երկուսը առանձին, բայց երկուսն էլ նույն արժեքով են ինձ տվել։ Ասում են մինչև օգոստոս կարող է ճշտումներ լինի եւ այլն եւ այլն։ Էդ էլ չեն կարողանում նորմալ անեն։ Ասեք նորմալ ինչն են իրենք անում, նորմալ։ Երեք մեր անկախության տոնն էր, նորմալի ինչ արեցին։ Գնացին այնտեղ ներկայացում սարքեցին ու եկան, իբր մի բան արել են, հա։ Մտածեն, որ այդ ռոճիկն ու պրեմիաները ստանում են, իրանք դրա համար արժանի մի գործ արեցին, հա։ Դրանք լրիվ էս պետություն, երկիրը պետքա մաքրեն այդ տագետներից, անգրագետներից, լրիվ։ Այն Աննայի եղբայրը Հրաչը տեսախցիկ բաց չի թողնում ազգային ժողովում, որ ասեց խսկվի ու մի հատ լայն ժպտա, ասի, ուզում ասի, ես լավ եմ ապրում, դուք լավ եք, պատկերացնում եք, կամ կինը, այդ քույրը, այսինքն այդ Հրաչի, այդ Աննան, ինքը խղճով հանգիստ է, թե ինչ վիճակի մեջ են մարդիկ, այդ թոշակառուները։ Ես 52,000 դրան թոշակ եմ ստանում, ես իրանց գույքահարկը, աղբահանությունը, իմ կոմունալ ծախսերը, անընդհատ բարձրացնում են, բա ես ոնց եմ վճարելու, եթե ինքը իմ թոշակը չի բարձրացնում, մի հատ ասեք, էլի, ոնց, թե մենակ իրանք պետք է, ես իմ երկրում, ես իմ գեղեցիկ Հայաստանում միայն իրենք պետք է ամեն ինչ վայելեն, այդ հարկերը լավ, իրենք ըստ պահանջի ապրեն, բա մյուսները, որ մի թոշակառու մեկը ուսուցիչ ա եղել, մեկը բժիշկ ա եղել, ներդրում են, չէ՞ արես ազգի բարգավաճման, կրթման գործում, թե իրանք են իմ եկել, ասում են մենք բան չունենք, ուսուցիչներ չունենք, վատ են աշխատել, եկել ենք կրթելու, ծիծաղելի անգամ, մեկը լինի իրանց կրթի, զրո են իրանք, եւ այդ շեղջ ժողովուրդը նվաստացած նստում է այդ լսարաններում ու լսում է, թե իրանք ոնց են իրանց կրթում մտքի մեջ երևի 1000 անգամ հայհոյելով։